Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է, որպեսզի ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող Արական Սեռի անձինք հնարավորություն ունենան մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքն անցնելը ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, անցնելով կրճատված ժամկետով ծառայություն կամ դրա փոխարեն պետական բյուջե վճարելով օրենքով սահմանված գումար։ Առաջարկն ուղղված է հատկապես Վրաստանի, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հայ համայնքի երիտասարդներին, որոնք ապրելով Հայաստանում մնում են օտարերկրյա քաղաքացիներ եւ չեն ենթարկվում պարտադիր զինվորական ծառայության։ Նրանց մեծ մասը ցանկանում է ստանալ քաղաքացիություն, սակայն քաղաքացիություն ստանում է միայն 27 տարի լեռնանալուց հետո, որպեսզի ազատվի 2 տարի պարտադիր զինվորական ծառայության պարտավորությունից։ Առաջարկում եմ նրանց տալ հնարավորություն եւ ասել դուք մի սպասեք ձեր 27 տարի լեռնանա, դուք այսօր դարձեք Հայաստանի քաղաքացի եւ ունենաք հնարավորություն ծառայել 2 տարվա փոխարեն 1 տարի կամ պետությանը պետական բյուջե վճարել սահմանված գումարը, ինչը մենք կծառայեցնենք բանակի կարիքների համար եւ ունենանք ավել մեկ զորակոչիկ կամ պայստազորային իդեմս այն մեր հայրենակցի, ով կգա եւ կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պատգամավորը ներկայացրեց վիճակագրական տվյալներ նշելով, որ 2020-ից 24 թվականների ընթացքում 8721 քաղաքացի հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից մինչև 18 տարեկանը։ Նույն ժամանակահատվածում 42000 Արական Սեռի անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, սակայն նրանցից միայն մոտ 7%-ն է դա արել մինչև 27 տարեկանը։ Գերակշիռ մասը սպասում են, որպեսզի իրենց 27 տարի լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաև կխրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չսպասեն մինչեւ իրենց 20 տարի լրանալը, քանի որ հաճախ եթե մենք այդ հնարավորությունը չտանք 20 տարի լրանալուց հետո հնարավոր է այդ ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ ովքեր քաղաքացի չեն վերանա։ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Օրենսդրական փաթեթը ներկայացնելիս Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած եւ պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ Նրա խոսքով ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում։ Փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։ Ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին 20 տարիների տվյալներով զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30-ից 40%-ը։ Ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետևյալ քայլերով։ Առաջին. մինչև 18 տարի լեռնանալը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նշեմ, որ 2020-ից 2024 թվականների ընթացքում Արական Սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Երկրորդ. մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչև 27 կամ 37 տարին լեռնանալը չեն վերադառնում։ Նշեմ, որ 37 տարին դա դառնության ժամկետն անցնելու տարիքն է։ Նախագծի հեղինակի խոսքով 2010-ից 24 թվականներին քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված 2500 գործ կարճվել է հենց վաղեմության հիմքով։ Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների եւ տարկետում ստացողների ավելի քան 80%-ը համապատասխան տեղեկանքներ են ներկայացրել առողջական խնդիրների հիմքով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։